Այն ինչ որ պատմելու եմ ձեզ, անմիջականորեն եւ ուղղակիորեն ձեր կյանքի վրա ազդեցություն է ունենալու, բայց դա չի լինելու միանգամից, վաղը, ուղղակիորեն եւ դուք հավանաբար չզգաք էլ, եթե այս պատմությունը մինչեւ վերջ չլսեք, թե դա ինչի հետևանք էր։ Եվ պատմությունը հետևյալի մասին է, թե ինչպես է գլոբալ աշխարհակարգը իրավունքի վրա հիմնված միջազգային օրենքների եւ իրավունքների վրա հիմնված աշխարհակարգը փուլ եկել եւ դրա դրսեւորումները։ Ես հիմա այստեղ ամերիկյան մի քանի պաշտոնյաների մեջբերումներ եմ ներկայացնելու Իրանի պատերազմի վերաբերյալ եւ սա կրկնեմ, որ ամերիկյան այդ պաշտոնյաների մասին չէ, այլ ընդհանուր համակարգի վիճակի, որի մեջ ապրում ենք նաեւ մենք, քանի որ այդ գերտերություններն են որոշում թե մենք ինչպես ենք ապրելու, ինչ համակարգում եւ ինչ անվտանգություն ենք ունենալու եւ հիմա տեսեք իրենց վարքագիծը որն է։ Արտաքին գործերի նախարարը այն հարցին, որ ինչի Իրանի վրա հարձակվեցիք, քանի որ ԱՄՆ-ում հիմա մեծ դիսկուրս է գնում, թե արդյոք ԱՄՆ-ն էր որոշել Իրանին հարվածել, թե Իսրայելն է պարտադրել, հենց այդպես էլ քննարկում են, որ ԱՄՆ դա անի եւ միանա այս պատերազմին։ Ուրեմն արտաքին գործերի նախարարը ԱՄՆ-ի ասում է, որ կդնեմ հատվածը կնայեք, բայց բառացի ասում է հետևյալը. Մենք գիտենք, որ Իսրայելը հարվածելու էր Իրանին, եւ եթե Իսրայելը հարվածեր, ապա Իրանը հակադարձ հարվածելու էր տարածաշրջանում մեր ռազմաբազաներին։ Եվ որպեսզի դա տեղի չունենա, մենք նախապես կանխարգելիչ հարվածում ենք։ Այսինքն մարդը ասում է բանակցություններ էին իդեպ ընթանում, այս էլ երկրորդ անգամ բանակցությունների ընթացքում սկսում են հարվածել, մի հատ էլ հունիսին էր ամառը, էլի նույն ձև արեցին։ Մարդը բառացի ասում է, որ գիտեինք Իսրայելը հարվածելու էր, բանակցություններն է անում Իրանի հետ, ու ասում է գիտեինք Իսրայելը հարվածելու էր, դրա համար, որպեսզի Իրանն էլ չպատասխանի մեր ռազմաբազաներին, մենք ենք սկզբից կանխարգելիչ հարվածում։ We knew that there was going to be an Israeli action. We knew that that would precipitate an attack against American forces. And we knew that if we didn't preemptively go after them before they launched those attacks, we would suffer higher casualties and perhaps even higher those killed. Այսինքն սա ինչ է նշանակում։ Բա որ գիտեիք Իսրայելը հարվածելու է, ու դուք չէիք կանխում դա, բա ինչ էիք բանակցում։ Ժամեր անց Տրամպը, էլի հեսատեսանյութը կդնեմ, հայտարարում է, ասում է, չէ, հա, Իսրայելը ոնց կարա ինձի պարտադրի լրագրողի հարցին։ Ասում է, ես կարամ իրանց փուշ անեմ, պարտադրեմ, որ պետք է անեք։ We were having negotiations with these lunatics, and it was my opinion that they were going to attack first. They were going to attack. If we didn't do it, they were going to attack first. I felt strongly about that. And we have great negotiators, great people that do this very successfully and have done it all their lives very successful. And based on the way the negotiation was going, I think they were going to attack first. And I didn't want that to happen. Բանակցությունների ընթացքում ուշադիր, բանակցությունների ընթացքում ես զգացի, որ իրանց պետք է հարվածենք, որտեվ եթե մենք չանենք, իրանք կանեն։ Եվ ես չէի կարող դա թույլ տալ, հետևաբար մենք հարվածեցինք։ Պատկերացնում եք, չէ՞, այն ինչ ասում, սա ինչ ասում։ Հիմա երրորդն է ավելանում սրան։ Երրորդն էլ իրանց պատերազմի նախարարն է։ Այո, իրանց մոտ կոչվում է, եթե չգիտեք, փոխվել է նախարարությունը պաշտպանությունից դառնալ պատերազմի նախարարություն։ Պատերազմի նախարարը ասում է, որ Իրանը քանի որ ունի կարողություններ հարձակվելու, հրթիռներ ունի, դրոններ ունի, ուժ կիրառելու կարողություն ունի, նաև իրանք այդ ատոմային բանը իրանց մտքից դուրս չի գալիս, եւ իրանց նախագահը հնարավորություն էր տվել, որպեսզի բանակցեն մեր հետ, գան պայմանավորության, բայց իրենք չեն անում, հրաժարվում են դրանից։ Մենք հարվածեցինք, որպեսզի իրենց զրկենք այդ կարողություններից։ Iran has an ability to project power against us and our allies in ways that we can't tolerate. So whether that's ballistic missiles and drones, so offensive capabilities, effectively their navy, which would attempt to set other terms and impose different costs, drone capabilities, which we laid out there, and ultimately, though this tying it back to Midnight Hammer, the president has been willing to make a deal. You can't have a nuclear bomb. Radical Islamists can't have a nuclear bomb that they wield against the world. He gave them every single opportunity. Then we precisely took it away. And even then, after that, they didn't have that.
they didn't come to the table with a willingness to give it away. So Հիմա տեսնում եք, չէ, երեք իրար հակադրվող մտքեր, կարծիքներ, ինչի մասին է խոսքը։ Սկզբից սրանից առաջ էլ ասում էին, որ Իրանում իշխանափոխություն են անելու, բայց դա հեշտ բան չի, եւ հիմա էլ ասում են, որ չէ, Իրանին պետք է զրկեն այդ բալիստիկ հրթիռներից, հեռահար հրթիռներից, որպեսզի ավելի տարածաշրջանը ապահով ու խաղաղ լինի։ Բայց արդյոք սա այսպես է։ Իհարկե ոչ։ Պատճառը, ինչպես ասել եմ, Իսրայելն է, Իսրայելի տարածաշրջանում դոմինանտության խնդիրը, իսկ ԱՄՆ-ը միանում է սրան, որովհետև այս գործողության հետևանքով ինքը կարողանալու է ուժ ցուցադրել եւ Գրենլանդիային տիրանալ, Չինաստանի վրա ճնշումներ գործադրել, հա, Չինաստանի հետ նկատի ունեմ առևտրային, տնտեսական, մյուս մասերով Տրամպը երեք ասում էր, որ Իսպանիան քանի որ չի թողում իր ռազմաբազաները օգտագործենք իր տարածաշրջան, իր տարածքի։ Իր այդ առևտուրը դադարեցնելու ենք։ Դե իհարկե վախացնում է, բայց չի բացառվում, որ նաև անի։ Այսինքն իրենց զրույցը ամբողջովին դարել է, ուժը կպարտադրենք, մեր ուզածը կանեն, հանգիստ կապրեն։ Չէ։ Պատկերացնում եք, չէ, հիմա ինչի մեջ ենք ապրում, հայր։ Եվ այս պայմաններում, հիմա Իրանում ինչա տեղի ունենում։ Իրանում պաշտոնյաներ են նշանակում, 2 օր հետո այդ մարդկանց սպանում են։ Ես տեղ իդեպ չեմ ներկայացնում Իրանին տենց պուպուշ եւ այլն։ Իրանի համակարգը իրականում դաժան եւ ինքը մարդու վրա կենտրոնացած չի, ինքը պետության պահպանության համակարգ է, կղերական համակարգի հիմքով, որը ինձ անձամբ դուր չի գալիս, բայց այն ինչի դեմ իրանք պայքարում են, այլ կերպ չէր կարող լինել, իրենց պետությունը մի քանդվել էր, եթե դա չլներ։ Իդեպ հիմա իրանք ինչ են փորձում անել Իսրայելը։ Քանի որ Իրանում ասել եմ ցանցաձև է սարքած, այսինքն մեկին սպանում են, հաջորդն է գալիս, այդ հաջորդից հետո մյուսն է գալիս, բայց ինչ որ պահի, երբ որ մարդը նշանակվում է պաշտոնի, պատասխանատու գործի, մարդիկ մտածելու են, որ սարսափը սկսելու է քիչ-քիչ համակարգի մեջ մտնել, լայվ միմյանց հանդեպ անվստահությունը, որ ինֆորմացիա տվող կա իմ տեղի մասին, մյուսի մասին, հա, մեր զրույցների մասին, մեզ անդադ հետևում են, եւ համակարգը ինչ որ ձևով սկսելու է մեջից ճաքեր տալ, բայց դա ժամանակի հարց է երկարատև։ Եվ Իսրայելի ուզածը հիմա դա է։ Իսկ Իրանն էլ ինչ է ուզում ան, ինչի է հարվածում այդ ռազմաբազաներին, մյուսին այդ պետություններին, որպեսզի ծախսատար դարձնի, ինքը գիտի որ չի հաղթելու այդ պատերազմը ԱՄՆ-ի դեմ, բայց որպեսզի ծախսատար դարձնի նրանց համար պատերազմը եւ նրանք այդ երկրները ճնշում գործադրեն ԱՄՆ-ի վրա, ասեն դադարեցրեք, հերիք է։ Բայց սա շատ վտանգավոր է, կրկնեմ, այդ պատմության սկզբի մասը, որ ասացի, վտանգավոր է այն առումով, որ համակարգ գոյություն չունի։ Հիմա որ երկիրը որին ուզի, որը ուժեղ է, գնալու այդ երկիրը գրավի։ Իսկ սկզբանե այդ երաշխիքն գոյություն չունի, այսինքն հիմա որ մեզի դեպով է երաշխիք տվել, ոչ մեկ, այդ թղթերն էլ ասել եմ, ոչ մի միջազգային բանով հաստատված չի, բանավոր ինչ-որ զրույցներ են։ Այստեղ էլի ես այս ամեն ինչ ինչու համար եմ պատմում, հայր ջան։ Եթե ձեզ թվում է Հայաստանից գնացիք, անվտանգ ենք լինելու, մոռացեք դրա մասին, աշխարհում էլ չկա անվտանգություն։ Միակ անվտանգությունը սեփական երկրին տեր լինել, հայկական իշխանություն ունենալ եւ երկիրը ամրացնել դասեր քաղելով այս ամեն ինչից։ Երկիրը ամրացնել դասեր քաղելով այս ամեն ինչից, պետք է ստեղծվի համակարգ։ Մեզ մոտ մարդիկ մինչև հիմա անհատով են գնում քաղաքական պատասխանատվություն ստանալու եւ իրար շնորհավորում են պաշտոն ստանալիս։ Այնինչ ես սրա մասին միշտ ասել եմ, պաշտոնը դա բեռու պատասխանատվություն է եւ այս տարածաշրջանում մեր վիճակի երկրներում, ովքեր գիտակից են եւ հասկանում են ինչի մեջ են մտնում, շատ զգուշությամբ պետք է դրա մեջ մտնեն եւ թիմային, խմբային առաջնորդությամբ, ոչ թե անհատով, որովհետեւ մենք տեսնում ենք, չէ՞ հիմա պայքարը ոնց է գնում, գլխատելով են փորձում իրենց հարցերը լուծել։ Երեք ինձ հարցնում են դու կողմից ես, Իրանի թե ԱՄՆ-ի։ Պատասխանեցի, որ Հայաստանի եւ հայերի, եւ ես միշտ Հայաստանի եւ հայերի շահերով եմ մտահոգված։ Իմ նպատակն է, կարելի է ասել, կյանքի գեր նպատակն է, որպեսզի Հայաստանը մեր սերունդը հաջորդիվ գալացող սերունդներին թողնի ուժեղացած, ապահով, ինչու՞ չէ տարածքներ մեծացրած, որպեսզի մենք համոզված լինենք, որ հաջորդիվ մեր սերունդները ավելի լավ պայմաններում են լինելու եւ իրենք էլ իրենց հերթին կարողանալու են ավելացնել, այլ ոչ թե պակասացնել պետությունը։ Լավ եղեք, բոլորիդ լավ օր։